Բարև ձեզ, մենք այսօր հյուրընկալել ենք մեր ուսուցչուհուն, ով մշակույթի հետ սերտ կապ ունի։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ ենք, որ մեզ հետ հարցազրույց եք վերցնում։ Ես եմ շնորհակալ, որ անդրադարձել եք նաև ինձ, որպես վեդի մշակութային գործիչներից։ Խնդրում եմ պատասխանեք, դուք ինչպես եք ներգրավել վեդի մշակույթին։ Շատ լավ, ուրեմն ես վեդի մշակույթում եղել եմ, այսպես ասած, շատ վաղ տարիքից, քանզի մայրս եղել է պարուհի, Վանուշ Խանամիրյանի եւ Արտուշ Կարապետյանի սաներից է եղել։ Մեր ընտանիքում միշտ մշակույթ է եղել, մերոնք մամայիս կողմը քրդախոսը միշտ ապրել են, այդ մշակույթը միշտ մեր տանը եղել է։ Ու երբ որ ես ընդունվեցի ընկեր Կարինեի մոտ, այն ժամանակ Ռուբենյան դպրոց չէր, Աստղիկներ պարային համույթ էր, այդպես որ առաջին քայլերը մայրս ա տարել, հետո ընկեր Կարինեն նպաստել է շատ մեծ բեմերի ու ակռունկ, այնտեղ փառատոներ տարբեր, դար 21, փոքր հասակից պարեցի ու երբ որ մենք համագործակցում ենք մշակույթի տան հետ, ընկեր Ստամոլցյանի հետ, մենք կցված ենք որպես այնտեղի բարի խումբ։ Այդ ժամանակ նաև ես հաճախում էի Դաշնամուրի, մենք այստեղ այս բեմի վրա խորեր ենք երգել ու այդպես ոնց որ ընկեր Ստամոլցյանի հետ կապը լինելով նաև հասկացա, որ որոշ չափով ինձ տեսնում նաև այս ոլորտում երկարվեստ հաղորդավարություն, այդպես ընկեր Ստամոլցյանին էլի մայրս խնդրեց, որպեսզի հաճախեմ որպես հաղորդավարուհի, այնտեղ մենք խումբ ունենք, երգում ենք, մենք երգեցինք ու կազմավորվեց մեր շատ սիրուն խումբ։ Այս բեմը որ տեսնում եք ու ամֆիթատրոնը ինձ մոտ շատ հետաքրքիր հուշեր արթնացնում, որովհետև 15 տարուց ավել մենք այս բեմում ապրել ենք, հաղորդել ենք, երգել ենք, միասին շատ ուրախացել ենք, այստեղ շատ մրցանակներ եմ ստացել։ Մշակույթը այն ժամանակ վեդիում շատ բարձր մակարդակի վրա էր, որովհետև մենք շատ պարապում էինք ամեն հարցը մեր համար ցած դրված էր, այսպես որ մենք պետքա համերգի գնայինք, մեր երգը պետքա ընտրվեր, ձայնագրվում էր, երգում էինք ու անպայման բեմական պիտի ունենայինք, չորուցամակ չէր։ Ու ինչ որ մի միջոցառում եթե կար վեդիում, մենք չենք կարող ցած անդրադառնալ, ուղղակի չկար տենց բան։ Մենք անընդհատ այդ միջոցառումների մեջ էինք, համերգներ էինք տալիս, ամբողջ մարզով մենք շրջագայում էինք, ամբողջ մարզը մեզ ճանաչում էր որպես վեդի մշակույթի տան վոկալ էստրադային խումբ։ Այդպես ինչքան կարևոր միջոցառումներ կան, ժամանակ մենք հանդես ենք գալիս, երգում էինք։ Պատմեք այստեղի հինգշաբթիների մասին։ Հինգշաբթիները մեկ այլ մշակույթ էր մեզ համար, երբ որ գալիս էր մայիս ամիսը, դե մայիս ամիսը լի է տոնական օրերով, մենք արդեն նախապատրաստվում էինք, որովհետև հաջորդ ամսվանից սկսվում էր երաժշտական հինգշաբթիները, երբ որ դուք նկարել եք ընկեր Ստամոլցյանին, ինքը պատմեց ոնց ա եղել, որ շաբաթվա բոլոր օրերը իրենք համերգներ են տվել, հինգշաբթին ա եղել, որ միայն այդ օրն ազատ եղել, այդ օրն էլ վեդիում էին համերգ տալիս ու այնպես ստացեց, որ եղավ երաժշտական հինգշաբթի։ Երբ որ ես նույնպես գրավեցի այդ շարքերը, այսպես ասած կազմակերպչական, մեր համար մեծ տոն էր։ Մենք 6 օր աշխատում էինք, որպեսզի այդ մի օրը մեր վեդի քաղաքի եւ հարակից տարածքի մարդիկ վայելեին այդ երեկոն։ Հատուկ ընտրվում էր հագուստ, էլի հատուկ ընտրվում էր ինչ-որ թեմա, եթե մենք էինք դե բացումն ու փակումը մենք էինք անում, բացումը շատ սիրուն շքեղ հրավառությամբ եւ փակումն էլ էլի շքեղ հրավառությամբ արդեն տրվում էր մրցանակները։ Հայտեր էր ընդունվում, բոլոր երգողների հայտերը, նրանք ովքեր որ երգում էին, Կեր Ստամոլցյանը լսումներ էր անում, վերցնում էինք ու այդպես ամեն սենց շաբաթ մենք իրենց հետ աշխատում էինք, բեմ էինք իրենց բարձրացնում, իրենց սովորեցնում էինք միկրոֆոնի հետ օգտվել, բեմական հագուստների մասին էինք խոսում, ինչպես պետք է ինքը բեմում հանդես գա, ոնց կանգնի, ոնց շփվի այս տրիբունաների հետ, երբ որ գիտեք ոնց է, երբ որ դու մարդկանց տեսնում ես, դժվար է արդեն դու շատ լավ երգում ես, բայց քո տաղանդը դժվար ես դու տալիս։ Այդպես փորձում ենք ամեն կերպ ամբողջ մեր մարզին ներգրավել, շատ դժվար էր։ Բոլորին թվում էր գալիս են տեսնուն, հա 3 րոպեանոց ինչ որ երգա, բայց ինքը շատ աշխատած էր այդ ժամանակ։
աշխատում էինք, խմբերներ բարի, պետքա գրեինք, սցենարներ էինք գրում։ Մի օր Թամարը, էլի ընկերստամությանի կինը, իրենք երկուսով իմ ամենամեծ ուսուցիչներն են եղել այս ոլորտում։ Թամարին զանթա տալիս էր, որ ես սցենարներ գրեի, թեմա էր ասում, ես գրում էի ու մենք երաժշտական հինգշաբթիներ էինք, ինչ որ մի հատ միջոցառման մենք այդ ներկայացնում էինք ու ես այնքան գրեցի, միշտ ասում էր գրի մեր համար, կսովորես քեզ համար։ Ու այդպես գրեցի ու անուն վաստակեցի, իմ անունը աշխատում այսպես ասած, ինչ որ Գրիգորիչն է ասում, լուսահոգի ասում էր անունը կաշխատի քեզ համար։ Այնքան հետաքրքիր էր այդ երաժշտական հինգշաբթիները տոներ մեզ համար, դա տոներ գիտեք ինչի, որտեվ դուք այդ ժամանակ ամեն անգամ բեմ բարձրանալուց ինչ որ մի բան ստանում ես։ Բեմը շատ հետաքրքիր աշխարհը, շատ այն կարգի հետաքրքիր, որ մտնում ես իր մեջ չես կարողանում դուրս գալիս։ Ինքը չունի սահմաններ, ինքը չունի ժամանակ, ինքը ոչ մի բան չունի։ Դու ես բեմը ու դու պետքա կարողանաս կառավարես։ Մենք այնպիսի երգեր ենք երգել այստեղ, ջազ ենք երգել, Beatles ենք երգել, ամենասիրուն երգերը երգվել է ու անգամ երաժշտական հինգշաբթիների սկիզբը, որ պետքա սկսել, ընկերստամությանը ջազի տարբեր տեսակներ էր դնում։ Մի անգամ դպրոցում ես այդ երգերից օգտագործեցի, սկզբի համար ես այնքան լավ զգացի, որ երեխեքից մեկն էլ ուսուցիչներից մոտեցան, վայ, երաժշտական հինգշաբթիների սկիզբը, արդեն այդ երաժշտությունը, դա մշակույթ էր, որ մենք կարողացանք ջազը ներկայացնել։ Մարդիկ ջազը լսում են, ուրիշ բան են հասկանում, բայց ջազն իրականում լրիվ այլ երաժշտություն է, պիտի հասկանաս քո ամբողջ մարմնով, պիտի ընկալես ու այդպես մենք կարողացել ենք այսպես ասած հրամցնել շատ լավ երաժշտություն, շատ լավ։ Այստեղ ունեցել ենք շատ հյուրեր, Էրիկն ա եղել, Կարապետյան, Պեպելյան, Քրիստինեն, շատ հյուրեր ենք ունեցել, ու անգամ իրենք գալիս էին այստեղ ընկերստամությանի մոտ ունենում էին ձայնագրություններ, շատ են վաղ ժամանակ։ Էլ ինչ ուզում եմ հիշել, հետաքրքիր ինչ որ դրվագներ։ Մենք եթե բեմական պետք անեինք, օրինակ ինչ-որ մի երգ էր, Sway-ն էի երգում, ինքը մենք պատկերացնենք ինչ ձևի երաժշտություն, ինչ ձևի երգ է, պետք է ես մտածեի, ինչ բեմականով գայի։ Ընկերստամությանը միշտ ասում էր, որ մենք գնում ենք համերգների մի առանձին ավտոբուս մեր հագուստների համար, նոր մի հատ ավտոբուս մասնակիցների համար։ Կարողանում ես երգը ճիշտ ներկայացնել, այն պատմությունը, ինչ որ դու զգում ես։ Մի անգամ ճամպրուկով էինք դուրս գալիս, մի անգամ հարսից գեստով ենք դուրս եկել, մի անգամ ունենք մենք հատուկ հագուստներ այդ մայիսին պարադնի օրերին, ուրեմն մի անգամ այնպես եղավ, որ մեր հագուստները արդեն փոքր ու մեծ էին, աղջիկների կազմավորման այդ ժամանակներ, պետք է գանք, չէինք փորձել նախորդ օր, դե ասի, դե երևի մեր հագուստները մեր վրայով կլինի, այնպես ստացեց, որ հագանք չեղավ։ Վերջի պահին ինչ անենք, սկսել ենք դակել։ Դակած հագուստներով եկել ենք, մանիկյուրով դզում ենք, մեր ուղում ենք այն ինչ որ փչացած էր, բեմը նաև մեզ սովորեցնում էր այսպիսի մի բան, որ բեմ ես բարձրանում քո կոշիկի փոշին, անգամ փոշի, այդ վերջին մարդը երևում է։ Տեսնում այդ վերջին մարդը, այնքան մեծ, ինքը դպրոց է, այնքան մեծ, թե խոսքի կուլտուրա ես դու սովորում, թե ամեն ինչ, ինքը քեզ տալիս է ամեն ինչ, որ կյանքի դասեր է ինքը, ու մի հատ դեպք եմ հիշում, որ զանգեց պապաս, ասեց, որ մամա շատ վատ է ու պետքա հիվանդանոց տեղափոխեն ու իմ ելույթից առաջ էր, պետքա ես երգեի, միջոցառում կար։ Ես չէի պատկերացնում կարող եմ երգել, բայց երբ որ դու նայում ես, որ քեզ հարյուրավոր մարդիկ են նայում, քեզ 10 հոգի չի նայում մի հատ մեծ զալ է քեզ նայում, դու պարտավոր ես երգել, դու պարտավոր ես պարել, պարտավոր ես հանդես գալ, ոչ մեկ չպիտի իմանա, որ դու հենց նոր լացեցիր, որ դու հենց նոր ինչ որ ծանր բան ունեցար ու իմ երգից առաջ ես կարողացա այնքան ուժ գտա իմ մեջ, որ ես կարողացա այդ ելույթը ունենալ ու ես հասկացա, որ ես ինչքան ուժեղ եմ, որ այդ ժամանակ ես կարողացա հաղթահարել։ Մշակույթին ինձ ինչքան ուժ էր տվել, որ
ու այնպես եմ երգել ու դրանից հետո ես գնացի, որ բոլորը ծափահարում են ու ասում են, վայ, այդ աղջիկը ինչ լավ էր, պարում ինչ լավ էր, երգում հաղորդում են ինչ լավ, բայց հետո որ իմացան ասում ոնց ինքը կարար գնար էլի ու ուղղակի բայց կա պարտավորվածություն։ Ինքը քեզ մշակույթի շատ բան է տալիս, շատ։ Սենց լայնացնում է քո մտահորիզոնը։ Երաժշտական 5 շաբթիների մասին շատերը խոսում են, դե 5 շաբթի է, բայց իրանք չէին պատկերացնում այն ծավալուն ու հսկայական աշխատանքը, որ կատարվում էր այդ կուլիսներում։ Բարի խմբեր էին գալիս, պետքա լռություն լիներ, պետքա ամեն մեկին կարողանար ապահովել սրանով նրանով ու պետքա ճիշտ ժամանակին մտնեին, դուրս գան, ավելորդ մարդ չգար։ Մենք անգամ այստեղ կազմակերպեցինք ինչ որ միջոցառում էինք էլի կազմակերպում, հաղթանակների խաղեր էինք կազմակերպում, հաղթողներին նվերներ էինք տալիս, պաղպաղակ էինք տալիս։ Ամեն հնարավոր անհնարին բանը փորձել ենք անել, որպեսզի վեդի բնակիչները սպասեին ու երբ որ արդեն տարիներ հետո չեղավ երաժշտական 5 շաբթիները, իրանք հասկացան, թե իրանք ինչ ունեին։ Իսկ ինչ գույն ուներ մշակույթը այն ժամանակ։ Այն ժամանակ մշակույթը բազմագույն էր, ոնց որ այս աթոռները։ Հələ քիչ այստեղ բազմագույն։ Ինձ համար այդ ժամանակ գիտեք ոնց էր, ապրում էի մշակույթով։ Չկար մի գույն, որ ասեի ինքը այս գույնն է իմ համար։ Ինքը ամեն գույնը կար իր մեջ։ Մենք առավոտյան այն ժամանակ, որ համ սովորում էի, համ աշխատում էի, Երգիպետական թատրոնում էի սովորում, աշխատելուն զուգահեռ, նաև այդ ժամանակ սովորում էի մանկավարժական համալսարանում, արդեն մագիստրատուրայի այդ ժամանակներ։ Ես այտենց օր չկար, որ չգնայի մշակույթի տուն։ Այտենց օր չի եղել։ Իմ պապան ինձ ասում էր, քեզ պետքա մեր գրանցումից անենք մշակույթի տան գրանցմանը, գրանցում տանք։ Մենք հավաքվում էինք, շատ սուրճ էինք խմում այնտեղ, ես մինչև հիմա չեմ խմում սուրճ, բայց սուրճի բաժակի կողքը դա մշակույթ էր։ Լսում էինք որակյալ երաժշտություն, ամեն տեսակի։ Մեզ ընկեր Սամոնյանը հետաքրքիր դասեր էր տալիս կյանքի, ամեն ինչի։ Նստում էինք, խոսում էինք, զրուցում էինք, տարբեր հանդիպումներ ա եղել։ Ես ութամարից սկսեցինք քայլող հրաշք փոքրերի մրցույթը, գեղեցկության մրցույթ։ Նորից էլի հետաքրքիր մի հատ բան էր։ Կոլորիտային, երբ որ մենք գիտենք դի բեմ հավաքենք, այդ էր մշակույթ։ Ամեն մեկս ինչ որ պատկերացնում ենք, ինչ էր դնում էինք, հետո հասկանում ենք, վայ, էս այստեղ չէ, էս դեկորացիան այստեղ չի։ Կարելի է այս ատրիբուտը այստեղ դնել ու սենց միահամուռ ուժերով ստանում ենք մի բան, որը որ պետքա լիներ։ Հաճույք էինք ստանում։ Ես թատրոնել եմ խաղացել Թամարի գրած ստեղծագործությունից Մոխրոտը, նորովի էր ինքը գրել։ Այրան որ հարցնեք, ինքը շատ հետաքրքիր կպատմի, ինչ հետաքրքիր էր, շատ նորովի Մոխրոտիկներ, ես բարի փերին էի։ Ու բարի փերին բան էր, պետքա ինքը սենց փայտիկ ունեի, մեջը բաներ էի լցրել, որ ես պետքա սենց ասեմ բիբիջի բաբիջի բու, պտտվեմ ու առաջին ֆրազան պետքա լիներ այսպես, որ չինական է ու նորից պետքա է ու նետ էի։ Առաջին ներկայացումն է, մենք մի քանի ներկայացում ենք, առաջին օրն է, որ լցրել եմ, այդ թուղթ էր կտրտած, արեցի ասի չինական է ու որ շպրտեցի, նետեցի Թամարի գլխին ուղի։ Ասենք այդ ամեն ինչը մենք մտածում ենք երգերի ընտրությունը, ինչ երգեր պիտի հնչի, խաղը ոնց պիտի լինի ու այդ ամեն ինչը գալիս էր արդեն քո մշակութային այն բագաժից ինչ որ դու ունեիր։ Չգիտեմ, մշակույթը մեր ժամանակ շատ ուրիշ էր, ես կարոտում եմ այն ժամանակվա մշակույթը բեմը, ես իմ կյանք առանց բեմի չեմ պատկերացրել ու ինձ հիշում եմ, որ ասում էին Կեր Գորգոյանը, պարոն Վարսեղյանը ասում էր Վեդին Ալզենի Հովանեսյանը, այդպես էին ասում ենք, համարյա ամեն օր միջոցառում ունեինք ու չէինք հոգնում, պատկերացրած այդքան օր, այդքան միջոցառում, այդքան հագուստ պիտի տարբեր հագուստ կրես ու պիտի լինի խոսքդ ուրիշ, պարապում էինք, նախ պետք է այս երգը երգեինք, օրինակ Let's Get Loud-ն էինք երգում, Ջենիֆեր Լոպեսի, բեմական պիտի ունենայինք, պարը պիտի ունենայինք, հագուստները պիտի ունենայինք, կոշիկը պիտի ունենայինք, զարդերը պիտի ունենայինք, ամեն ինչը պիտի այնց լիներ, որ համահունչ լիներ։
Գնացել էինք հագուստներ էինք գնել, կապույտի 2 երանք, 4 հոգով մեր աղջիկներով էինք։ Մարդիկ կային առաջին անգամ էին կրուն հագնում, դժվարությամբ էինք այլում, ասած պարապում էինք։ Մշակույթը չգիտեմ մարդկանց մոտ ոնց է ասոցացվում, բայց ինքը ուրիշ աշխարհ է։ Լրիվ ուրիշ աշխարհ, որ հիմա բացակայում է, ցավոք։ Շնորհակալ ենք ձեզ մեզ հյուրընկալելու համար։ Ես էլ եմ շնորհակալ, հիմա մենք մշակութային անձրև ենք վայելում, շնորհակալություն քեզ, ձեզ, ընդհանուր ձեր խմբին, ինձ հյուրընկալելու համար։ Հուսով եմ կարողացա ինչ-որ փոքր չափով օգնել ձեզ։ Շնորհակալություն։